Այսինքն վերադառնալով վաղ շաբաթում տեղի ունենալիք թիմ ընտրություններին արդեն շուրջ 1 շաբաթ է տեղի ունենում քարոզարշավ, նախ ուզում եմ այնքանով որքանով հասցրել եք շոշափել վաղաշաբաթցիների նախընտրական դրամատրությունները հաղորդել մեզ, ինչպիսի ընդունելության է արժանանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն, ինչպես եք գնահատում ձեր շանսերը ընտրություններում եւ այս համատեքստում մի հիշեցում ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը բարբերաբար խոսում են Գյումրի 2 սցենարի հավանականության մասին, արդյոք քաղաքացիական պայմանագիրը կարող է հավաքել 50+1%, այսպիսով բացառելով Գյումրի 2 սցենարի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է 50+1 ձայներ ապահովելու ուղղությամբ եւ մեզ համար Գյումրի 2 վաղարշաբաթում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով Գյումրիում իշխանություն ստանալը եւ հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերել է, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին, եթե ասեմ, այդ ճանապարհով, այո, այդ ճանապարհով փորձանք, որովհետև այլ բառով նկարագրել հնարավոր չի, եթե մեր շանսերը այնտեղ բարձր են, պարզ տրամաբանությամբ, նախ մեր թիմը ավանդաբար վաղարշաբաթում եւ Խոյում բոլոր տեսակի ընտրությունները 2018 թվականից հետո հաղթել է, այդ ընտրությունների զգալի մասը մենք հաղթել ենք պարոն Մեխակյանի գլխավորությամբ, մասնավորապես 2018 թվականին պարոն Մեխակյանը ազգային ժողովի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայները ստացած տեխնացուն է եղել Արմավիրի մարզից, դրանից հետո բացարձակ մեծամասնության ձայները ստանալով ընտրվել է նաև Խոյ համայնքի ղեկավար, ի տարբերություն ընդդիմության տեխնացուների, որոնք 2018-ին էլ էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, 2021-ին էլ էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, մի հատ էլ 2021-ին Խոյում էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, հետո դարձան շտաբի պետ Ռոբերտ Քոչյանի համար էին ձայներ ուզում ապահովել, ընդեղ էլ պարտվեցին, եւ ընդդիմությունը վաղարշաբաթի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է եւ ես այլ ձևակերպում չունեմ տալու, եթե նույնիսկ ասեմ հիմա հաշվում քանի ընտրություն են պարտվել կպարզվի օլիմպիական երրակի կամ քառակի չեմպիոններ են եւ իրենց առաջիկայում օլիմպիական նոր ուրեմն հնգակի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն ենք մենք տալու, որովհետեւ իսկապես պարոն Մեխակյանը իր նախորդ աշխատանքների ընթացքում վաստակել է քաղաքացիների սերը, այդ քաղաքացիների այդ սերը ակնհայտ է եւ քարոզարշավի առաջին մեկնարկային օրերը դրա մասին են խոսում եւ նաեւ էս է պատճառը, որ ընդդիմությունը փորձում է սևացնել էսկամեն եղանակով պարոն Մեխակյանին եւ ես ցավ եմ ապրում, որ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ, որոնք ի տրամաբանությամբ պիտի ընդդիմադիր չլինեին, բայց ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ կողմ են դարձել այս ընտրություններին եւ բազմաթիվ լրագրողներ առավոտ աշխատանքի են գալիս վաղարշաբաթ տեսնելու ինչպես կարելի է սևացնել պարոն Մեխակյանին, որը վստահաբար չի լինելու։ Պարոն Խուդակյաններից առաջ այս թեմայով Համայնքապետը 6 տարով ազատազրկման ենթարկվեց, այն դեպքում երբ գործը 7 տարի քննվում էր եւ հիմա ընտրություններից առաջ այս որոշումը կայացվեց, արդյոք սա ընդդիմադիր համայնքապետին այդպես լիկվիդացնելու գործընթացի մի մասը չէ։ Հիմա եթե ես հետեւյալը ասեմ, Վարդան Ղուկասյանի դեպքով ընտրություններից մի քանի ամիս հետո ընդամենը եղավ ուրեմն այս հայտնի փորձանքը, այդ բառը իր համար էս հայտնի փորձանքը, այդ դեպքում մեկնաբանում եք, որ ընտրությունները պարտվելուց հետո քաղաքացիական պայմանագիրը գնաց այս ճանապարհով, հիմա երբ որ դա պատահում է 4 տարի կամ Մասի քաղաքապետի դեպքում մի քանի ժամկետ պաշտոնավարելուց հետո դա էլ ասում եք ընտրություններին ընդառաջ, չէ, կար ընդամենը հարուցված քրեական գործ, որի մանրամասներին ես շատ այդպես էլ որպես հետաքրքրված չեմ եւ չեմ տիրապետում, որով կայացվել է շատ լավ, այդ հարցը կարող եք ուղղել շատ այլ մարդկանց, բայց ոչ ինձ, որով կայացվել է օրենքով սահմանված դատավճիռ եւ երբ որ այդ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, դուք հիմա այդ հարցն եք տալի, ոչ սա քաղաքական հետապնդում չի,
առնվազն բազմաթիվ են փաստերը դրա մասին եւ իմիջիալոց երեք էլ կուզեմ նաեւ առիթ օգտագործելով այդ հարցին անդրադառնամ, երբ որ նշվում էր, որ մենք վարչական ռեսուրս ենք կիրառում վաղարշապատում, ուրեմն առաջ բերելով հրատապ եւ այլ պետական բյուջեի ֆինանսավորման վաղարշապատում վերջին ամիսներին իրականացված ծրագրերը, պետք է ասեմ, որ մեր նախարարության ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, այդ թվում նաեւ այն ծրագրերը, որոնցում ուղիղ իմ հաստատումը կա եւ ուղիղ իմ ներգրավվածությունը կա, այդ ծրագրերի զգալի մասը իրականացվում են այնպիսի համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարները ընդդիմադիր են եւ եթե թվարկեմ կարող է պարզվել, որ առաջի տասնյակում առնվազն կեսը այդ տրամաբանության մեջ են եւ ակնհայտ է, որ մենք ընտրություններին մտահոգվելու առիթ չունենք, որովհետեւ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականին է այդ բոլոր համայնքներում ուրեմն մեծամասնության քվեն ստացել եւ մենք գնում ենք 2026 թվականին նույն արդյունքը եւ դեռևս մեզ համար ավելի լավ քաղաքական արդյունք ապահովելու ճանապարհով։ Ինչպեսի համայնքապետներ Դավիթ Համբարձումյանը։ Ինչպես կգնահատեք նրա աշխատանքը Դավիթ Համբարձումյանը որպես Մասիս համայնքի ղեկավար։ Լավ է աշխատում։ Գնահատականը պիտի տան քաղաքացիները իր աշխատանքի, մենք որպես այդպեսին ավելի շատ մարզպետարանի միջոցով ենք աշխատում համայնքների հետ, պետք է ասեմ, որ Արարատի մարզպետարանը մեզ համար աշխատող հարց լուծող կառույց է եւ եթե Արարատի ավելի շատ այդ հարցին պետք է պատասխանեն